Հաղթական կեցվածքով են եկել նստել, ոնց որ մենք շատ լուրջ, մենք ենք վրացիներին այդպես տենց խոշոր հաշիվներով հաղթել։ Գիտես ինչ տպավորություններ, որ իրենք շատ լավ են աշխատում, շատ լավ, մենք բոլորս չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել այդ աշխատանքի արդյունքները։ Մենք ինչքան պարտվենք, ինչքան անհաջողության մատնվենք, նրանք իհարկե խո պետք է այդ բառը օգտագործեն, կռուտիտ։ Այդ բառը դա նրանց մոտ միշտ օգտագործվելու է։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ֆուտբոլիստները տարբեր երկրներից ժամանած, նույնիսկ միգուցե սխալվում եմ, բայց չեն հասկանում ինչ բան է Հայաստան-Վրաստան մրցակցությունը, նույնիսկ ինչ է Հայաստան-Թուրքիա մրցակցությունը։ Կյանքի խաղը մեր սլոգանը կարծես գործեց եւ թե տանը թե դուրսը մեր տղերքը խաղացին կարծես ինչպես վերջի անգամ։ Նույնը չտեսանք իհարկե այս խաղին։ Վրաստանում չկար արդեն։ Չես կարծում, որ ի վերջո մենք արդեն հայ մասնագետի կարիք ունենք։ Տեղացի մարզիչը այս պարագայում իդեալական որոշում կլիներ, քանի որ հավաքականը ունի մթնոլորտային խնդիր եւ Եղիշե Մելիքյանը այն մարզիչն է, որ հասունացել էր նրա հավաքականում դիտարկելը։ Վրաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի նախագահ կարող էր մերժել Մելիք Բեկյանը, եթե ասեր 1000 տոմս, 2000 տոմս, 3000, իրանց համար մի տոմսը ոսկու գին է։ Կարող ենք ասել, որ ձախողել է ֆեդերացիան։ Միանշանակ ձախողել է, չկա ոչ մի բան։